Սուզանև նախորդին Փաշինյանը հերթական այսպես ոտքի վրա շատ կարևոր թեմայի անդրադարձավ հերթական քանի որ արմատից էր, այսպես ասած, խոսում հողումներ անում, հիմա հերթին հասավ Բուդապեշտին եւ 3 նախագահների Արցախի հարցի լուծման բանաձևերին դժգոհ էր, ասաց, որ լուծեիք հարցը, փաստացի ստացվում է Փաշինյանը լուծել է հարցը եւ այդ հերվից է, այսպես ասած, նայում թեմային, ձեր գնահատմամբ, թեև ես տեսա, որ դուք մի քանի անդրադարձեր արդեն արել եք Facebook-ում, ձեր գնահատմամբ ինչու է հենց այս փուլում, հենց այս պահին Փաշինյանը այս հարցը բարձրացնում եւ ինչու են ելի նախագահների մեղավոր։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հասարակության ներկայացուցիչներ, քույրեր եւ եղբայրներ։ Այո, շատ ճիշտ է, որ ես այսօրին սոցիալական ցանցում անդրադարձել եմ այդ հարցին, բայց եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ բանակցային ժառանգության եւ երրորդ նախագահ եւ հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին խոսել է 2020 թվականին, կարծեմ հունվար ամսին, Կապանում, այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրեթե բառացի մեջբերում են Փաշինյանի ասածները։ Փաշինյանն ասում է, որ ըստ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթի Արցախում ԵԱՀԿ կամ Մինսկ կամ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, որի վերնագիրը, անվանումը որևէ բանով սահմանափակված չի լինի։ Այսինքն ինքը Նիկոլ Փաշինյանն է փաստում, որ մենք հանրապետականներս նախագահի գլխավորությամբ իրեն ժառանգել են մի փաստաթուղթ, ըստ որի գլխավոր հարցը Արցախի կարգավիճակի հարցն է սա մեկ։ Նույն Նիկոլ Փաշինյանը գլխավոր հարցը կարգավիճակի հարցն է։ Այսինքն, մինչև Նիկոլ Փաշինյանը գալը խոսել, որ Արցախը տրված է եղել Ադրբեջանին, դա անհեթեթություն է, մարազմա, ինչ ուզում եք անունը դրեք, կապուշություն է, հիմարություն է, դավաճանություն է, ինչ կուզեք, դա Նիկոլն է ասում։ Ես Նիկոլին հակադարձում եմ Նիկոլի խոսքերով։ Ֆիքսում ենք, որ կարգավիճակի հարց եղել է, իսկ եթե կարգավիճակի հարց եղել է, նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում մինչև 18 թվականը չի եղել եւ չէր կարող լինել ոչ տեսականորեն, ոչ գործնական։ Իսկ այս հարցը փակեցինք։ Երկրորդ հարցը նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 20 թվականի հունվարին, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, ուշադիր, պարտադիր իրավական ուժ ունեցող վերջնական ՄԱԿ-ի, այսինքն Միացյալ Ազգերի կազմակերպության եւ ԵԱՀԿ հովանու ներքո։ Այսինքն նույն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի ոչ թե Իլհամ Ալիևը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Էդուարդ Շարմազանովը կամ մեր լրագրողները, այլ Արցախի ժողովուրդը։ Եվ Արցախի ժողովուրդը ինչ քվեարկեց, էդ էլ պարտադիր է լինելու։ Այսինքն Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է մի փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովուրդը պետք է որոշել իր ճակատագիրը եւ որևէ մեկը չէր կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի որոշումը։ Էս էլ երկու։ Նիկոլի դեմ էլի եւ երրորդ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հանրաքվեի դրված հարցերի սահմանափակում չի լինելու, այսինքն սա ինչ է նշանակում։ Սա այն հիմար թեզը, որ հանրաքվեի դրվելու է Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ավտոնոմիա, դա էշություն է։ Նման բան չէ, նույն Նիկոլ Փաշինյանի ասելով։ Սահմանափակում չլինել նշանակում է, որ Արցախում իրականացվող հանրաքվեն վերնագիրը կարող է լինել եւ Արցախի անկախության, եւ Արցախի ընդհանուր Հայաստանի Հանրապետության միացում։ Դա Նիկոլն է ասում։ Ավելին, ասում է, մինչև հանրաքվեի, վերջնական հանրաքվեի կազմակերպումը Լաչին ու Քելբաջարի շրջանը մնալու էին հայկական ուժերի վերահսկողության տակ, ավելին, ասում է, որ այնտեղ միջազգային խաղաղապահներ պետք է դրվեն, բայց ավելի կարևոր բան է ասում, որ Արցախը պետք է օժտվեր ժամանակավոր կարգավիճակով, որպեսզի ապահովեր Արցախի կենսագործունեությունը։ Սերժ Սարգսյանի
այդ ձայն միջանկյալ կարգավիճակն է։ Ավելին, դրանից հետո Նիկոլն ասում է, երբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանա, ասենք արդեն ինքը կարող է վերադառնալ այդ բանակցային պատերին եւ միջազգային հանրությունը որևէ խնդրեմ չի ստեղծի։ Սա Նիկոլ Փաշինյանի բառերն է։ Հիմա ես իրան չելենջ եմ անում։ Հիմա դու Նիկոլ վերադարձի Արցախի հանրաքվեին, դու ես ասել, չէ՞ որ վերադառնամ միջազգային հանրությունը խնդրեմ չի ստեղծելու։ Վերադարձի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեին, վերադարձի միջանկյալ կարգավիճակի, վերադարձի ՄԱԿ-ի ու ԵԱԿ հովանու ներքո պարտադիր հանրաքվեի, ըստ որի Արցախը փաստացի լինելու է անկախ։ Հիմա թող վերադառնա, ինչ արել Նիկոլը։ Նիկոլը առանց որևէ մեկին հարցնելու այդ փաթեթը դրել է մի կողմ, բոլորս տեսան, չէ՞ ինչ արել։ Գնաց ասեց Արցախ Հայաստանը եւ վերջ, մինչև այդ ասեց ինչ պետք է դա էլ բանակցում եմ, մինչև այդ գովաբանեց Չէ, գովաբանեց նոր պատերազմ, նոր տարածքների թեզը, մինչև այդ ասեց բանակցությունը սկսում են ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այդ Սերժ Սարգսյանի կետը այդ կետն է, որ քիչ առաջ ասեց, որ հանրաքվեով Արցախ անկախանում է։ Հիմա եկել ումից է բողոքում, ինչ ասում, Նիկոլ ինքն իր ասածների մեջ խճճվել է։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում է այն բանակցային ժառանգությունը, որը իրան թողել ենք մենք։ Թող գնա ինքը անթրաշ Նիկոլը, թրաշված Նիկոլի հետ, բանավիճի իրար տան, ջարդեն, ԿՊՆ թող երկու մասի բաժանվեն, մի մասը թրաշվողների կողմնելի, մի մասը անթրաշների կողմնելի, իրանք իրայդ կռվեն, նախագաներից ինչ ա ուզում։ Նիկոլն ա կրկնում եմ, Շարմազանովը չի ասել։ Ասում եկեք բանավիճենք։ Ինչի բանավիճենք։ Ես միակ ես ինչ է բանավիճենք։ Ռուբինյանի մոծկի հակայի տատիկ ինչ են ուղարկելու բանավիճենք, ինչ է բանավիճենք։ Թող ոտքի տակ դրանք չընկնեն։ Մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճը սպառված է։ Ես այսօր ասեցի, փաստերը։ Հələ ինտերնետում նայ կգտնեք YouTube-ում։ Ես փաստերը բառացի ներկայացրեցի Փաշինյանի ընթերցածը Սերժ Սարգսյանի ժառանգությունը։ Հիմա դուք բոլորը տառաճանաշ մարդիկ եք։ Ըտե շուտ ինչը բանավիճ է։ Եթե այդ մարդն ասում է Սերժ Սարգսյանից փոխանցել է մի փաթեթ, ըստ որի Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով։ Ըստ որի Քելբաջար Լաչին մնալու էին հայկական վերահսկողության տակ, ըստ որի մինչև վերջնական կարգավիճակը ԵԱԿ-ի ու ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կարգավիճակ է տրվելու Արցախին, որպեսզի կենսագործունեությունը Արցախի իշխանությունների եւ Արցախի ազատ կենսագործունեությունը ապահովվի։ Այսօր ինչ արել Նիկոլը։ Այսինքն Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ աշխարհը ճանաչում է դե ֆակտո Արցախը, մինչև նույնիսկ վերջնական հանրաքվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր Արցախյան պայքարը սարքել է սեպարատիստների պայքար, սաղից սարքել է օկուպանտ, ու որպես օկուպանտ ու սեպարատիստ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Ալիևի հետ մի մասի նստել են դատում, մի մասի ընդդեմ են դատում։ Ինչն է բանավիճում։ Գուցե երրորդ նախագահի մեղքը չկա եւ Նիկոլ Փաշինյանը հանիրավի է մեղադրում, հա, բանակցային գործընթաց տապալելու եւ այդ մեջ Նիկոլ Հութարյանենք իհարկե դրա մասին խոսեցի։ Այնուամենայնիվ Ես դրա մասին չխոսեցի, ես փաստեր հրապարակեցի, որը ասել է Նիկոլը։ Այնուամենայնիվ Ես ոչ թե իմ կարծիքն ասեցի, ես փաստեր հրապարակեցի։ Ահա, հիմա ուշադիր լսում եմ ձեզ։ Հիմա այդ նույն միջազգային հանրության աչքի առաջ, այդ նույն բանակցությունների աչքի առաջ, Արցախը 2022 թվականից եւ ոչինչ չարեց չէ միջազգային հանրությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է միայնակ անել ըստ ձեզ չփոխնիվան։ Նիկոլ Փաշինյանը ոչ ոք չէր պետք միայնակ։ Նիկոլ Փաշինյանի առնվազն Էդուարդ Շարմազանով արմենաշության արտարզական Արգայ Եսյանի բազմաթիվ հանրապետականներ, չէ, հորդորում էին, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դեն չնետի եւ իր սեփական կետից չսկսի բանակցությունները 18-20 թվականին հենց հմիկվա այս դոր ընդդիմադիրներ են հայտնվել, որոնք որ լսես, քեզ թվում է մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը մի հրաշքի մեջ են կապրել։ Նոյեմբերի 9-ը ընդամենը եղել է այն հանցագործ քաղաքականության արձանագրումը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը 18 թվականի մայիսի 8-ից սկսած։ Դեպ ասում էին, եթե հրաշք փաստաթուղթեր ինչի էիք նոյեմբերի 9-ը անվանում կապիտուլյացիան փաստաթուղթ երկրորդ։ Որովհետև ամեն ինչ նա կապիտուլյացիա մեկը, սա կապիտուլյացիա երկուսը, ոչ մեկ չի ասում նոյեմբերի 9-ը հրաշք ա եղել։ Պարզ բացատրեմ հանրությանը։
Եթե մարդը առողջ ոտքեր ունի, երկու ոտքերը կտրում են, դա այդ մարդու եւ այդ մարդու հարազատների ընտանիքի համար դժբախտություն է, չէ՞։ Բայց երբ որ երկու ոտերը կտրելուց հետո էլ գլուխն են կտրում, արդեն մարդը երանի է տալի, որ լուչ երկու ոտերը կտրածել է, բայց սաղը լինի։ Ոնց բացատրեմ։ Այդքան բարդ է։ Պարոն Շարմազանը, վերադառնալով Նոյեմբերին երկու ոտերը կտրեց, Պրագայում ճանաչելով էլ գլուխներս կտրեց։ Արցախի անկախության, բայց չի հասնելու իր նպատակին։ Թող ինքը գնա իր հետ բանավիճի։ Ես փաստեր եմ ներկայացնում, էլի։ Ինքն է կարդացել, չէ՞։ Եվ ավելին, Իրան դեռևս 2-3 տարի առաջ նախագահ Սարգսյանը ձեզ լրագրողների առաջարկել է Նիկոլ Փաշինյանին հորդորել, ճնշել, համոզել, խնդրել, դի ձուկի մարակ ձեր նախին գործընկերն է, որ հրապարակի 2011 թվականի բանակցային փաստաթղթերից հրապարակել։ Լավ է, չի ասում Արցախի բունկերներին քորել է։ Սառնարանում Դե ողբամ են իշխանության ուժակը հարգելիս ու լաց են, իսկ օտարներն էլ խնդան են իշխանության վրա, որ իր պետության համար, իր ժողովրդի համար ամենատարածքային փաստաթղթերից մեկը, որը տալաչի Չէ, դրա վերաբերյալ ասում եմ, Մի վարկյան, Մերի ջան, հերթով, սաղ կպատասխանեմ, այսօր հավեսով եկել եմ, մի վարկյան։ Ես մի հատ ավարտեմ, հերթով, սաղ հարցերից, մենք դատը դռնփակա է, ոչ մի տեղ չեմ շտապում, ֆիքս եմ։ Նախկինների փաստաթուղթը, եթե ցանկությունի վրա Նիկոլ Փաշինյանի հեռախոսում ինչ գործ ունի։ Նախկինների փաստաթուղթը այնքան չոտքի իր տեղում դրած արել, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսում էլ կա, ինքը ընթերցել է։ Նիկոլ Փաշինյանին հորդորում են, ոնց որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն էր տենց կարդում, տենց էլ քո քեզ հասած 19 թվականի Մինսկի խմբի համանախագահների փոխանցած փաթեթը, որի մասին խոսել է 21 թվականի հունվարի 13-ին ռուսաստանցի համանախագահ Պոպովը, թող դա ցույց տա ժողովրդին։ Ես գիտեմ այնտեղ ինչ է։ Բայց թող ինքը ասի։ դուք ասեք։ Պոպովն ասել է, էլի։ Պոպովն դուք էլ ասել է։ Ասել է, որ Արցախին տրվում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի հանրաքվեով պետք է դրել պարտադիր իրավական ուժ։ Այդ ընթացքում 5 շրջաններից պետք է դուրս գային հայկական սրոքերը, այնտեղ խաղաղապաններ դրվեց։ Ասել է Պոպովը, մտեք 21 թվականի հունվարի 13 ձեր յուրաքանչյուր կայքի սրճտվեք կտեսնեք։ Պոպովն էլ ասել է դա, ոչ թե հենց այնպես, ասել է Նիկոլ Փաշինյանի ցնդաբարձության նպատակն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասել, որ միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը առաջարկում էին տարածքներ խաղաղության դիմաց, հենց այնպես խաղաղությունը տարածքների զորացման, Պոպովը հունվարի 13-ին փաստերով հրապարակեց, որ նման բան չկա, որ միջազգային հանրությունը իրեն չի առաջարկել հենց այնպես տարածքներ տալ, այլ աշխատել է տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը եւ ամենակարևորը։ Այս կարևորը ասենք, այս ընդմիջումից հետո էլի կարճատև։ Այս է մի հատ կարևոր բան եմ ասում։ Ահա, հա, չէ, անցնի նոր մեքենան, որ տեսախցիկներն աշխատեն։ Եվ հարգելիներս ձևս մի կարևոր բան, երբ որ ես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին երկու անգամ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ կառավարությունում հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա եղել է պատերազմի ամենատեժ պահին։ Ուղիղ Նիկոլ Փաշինյանին հարցրել եմ, պարոն վարչապետ, ինչ է դրված սեղանին։ Ինքը ինձ պատասխանել է, պարոն Շարմազան, սեպտեմբերի 27-ին պարլամենտում ասել եմ, ինքնելուս ասել եմ պարոն Փաշինյան, այսօր հոկտեմբերի 12-ն է, հաջորդ օրը ասել հոկտեմբերի 19-ն է։ Այս մինչև այսօրը կարող է 27-ին մի բան են առաջարկում, հիմա մեկ այլ բան են առաջարկում։ Սաղի մոտ թող հելնեղ խոսան, մենակ ես չեմ եղել, բոլորի մոտ ասել է պարոն Շարմազանը, ոչ, սեղանին դրված է 5+2 տարբերակը։ 5+2 տարբերակով Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Ճարտարը մտնում էին Ադրբեջանի կազմ, 5+2 տարբերակով 150,000 արցախահայեր բռնադախի էին ենթարկվում, 5+2 տարբերակով մեր եղբայրները գտնվում էին Բաքվի բանտում որպես սեպարատիստի օկուպանտ, ինչ կաստ է բանավիճելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը այնքան հստակ է, ոնց որ իմ անունը Էդուարդ Շարմազանով։ Էլ ոնց ասեմ։ Պարոն Շարմազանը,